Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալ եմ, հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, քանի որ մեզ տենց կեղծության բանի մեջ մեղադրեցին, ուզում եմ մի հատ մերօրյա անեկդոտով սկսել, էլի, ելույթս, ուրեմն կոմունիստական կուսակցությունը որոշում է մասնակցի ժողովրդավարական ընտրությունների։ Իրեն ընտրում է առաջնորդ քրիստոնյա նվիրյալի, իրեն աջակցում է հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ ընտրություններից հետո նրան են միանում նժդեհական ուժերը։ Եվ սա իհարկե ծիծաղալու կլիներ, եթե այս արժեքների հանդեպ այս անլրջությունից հետո ի հայտ եկած այս քաղաքական գործիչը իր պաշտոնին էլ անլուրջ չվերաբերվեր ու իրեն թույլ տալ արտահայտություններ, որոնք մաքսիմում կարելի է թույլ տալ բակի տաղավարում, բայց ոչ հանրային գործչի կողմից։ Ինչ է անում այս քաղաքական գործիչը, չգիտակցելով, որ ինքը քաղաքական գործիչ է։ Սկզբից գուժում է աշխարհի վերջը, դրանում մեղադրելով կանանց եւ մտնելով կանանց անձնական կյանք։ Սա մարսում է լրագրողների կողմից։ Չկա արձագանք, հանրության կողմից չկա արձագանք, չկա մեղադրանք եւ այլն։ Մարսում է դե կանցնի հաջորդին եւ ինչ անում հաջորդին, այս դեպքում արդեն տղամարդ իր եւ այլ ենթադրյալ տղամարդկանց սեռաքաղցության մեջ մեղադրում է կանանց հագնվածքը։ Հերթական լուրջ վիրավորանքը մի ամբողջ հանրության կեսին ու էլի լրագրողների կողմից պատշաճ արձագանք չկա, ընդդիմության կողմից ընդդիմության կանանց կողմից պատշաճ արձագանք չկա։ Դրանից հետո դրա համար շարունակում է այս անգամ թիրախավորել իրենից սոցիալապես կախվածության մեջ գտնվող հանրությանը, վիրավորելով նրանց, օգտագործելով իրենից սոցիալապես կախվածության մեջ գտնվելը։ Ինչ է անում լրագրողական հանրությունը, ինչ է անում մնացյալ հանրությունը, ինչ է անում ընդդիմությունը, բացարձակ լռություն։ Դե իհարկե սա իրան թույլ կտար էլ ավելին գնալ ու որոշել, թե օրինակ ինչ խոսույթ պետք է օգտագործի գյումրեցի աղջիկը եւ արգելի սեքսիզմ բառը գյումրեցի աղջկա բերանից։ Իմիջիայլոց ես պատկերացնում եմ ոնց կզարմանա, եթե իմանա, որ դպրոցում սեռական հոլով են անցնում, անձնագրի անգլերեն էջը կարդա ու տենց բաներ, էլի։ Դրանից հետո իր գրասենյակն է որոշում այս ամեն ինչի ջատագովը դառնալ ու 14-րդ դարի աստվածաբան փիլիսոփայի խոսքերով հիմնավորում է ժամանակակից սեքսիզմը այս մարդու։ 14-րդ դարում գոյություն չուներ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը մերօրյա։ Եվ այո, Տաթևացին չի, որ գրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կամ մեր սահմանադրությունը։ Եվ այս ուժերի համար դրա համար ես ուզում եմ եւս մեկ անգամ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ եւ խտրականություն չհանդուրժող բոլոր օրենքի առաջ հավասար պետություն է եւ լրագրողներին կոչ կանեմ, որ այն տիպի արձագանք, որ եղավ անձնային վիրավորանքների ֆոնում, հա, որովհետեւ մնացած դեպքեր մի որ աղմուկ բարձրացվեց մեր գործընկեր Վիլեն Գաբրիելյան եւ մյուսների բանը, դրանք անձնական վիրավորանքներ էին եւ ոչ թե սեռական թիրախավորում։ Գոնե նմանատիպ արձագանք լինի այս տիպի հայտարարությունների դեպքում։ Շնորհակալ եմ։ Չի լինելու, պարոն Պարսիլյան, մի եղեք միամիտ։